Հունիսի 23-ին Բրյուսելում մեկնարկել է կապակցվածության օրակարգի հարթակը։ Այն ստեղծվել է ԵՄ գլոբալ դարպասներ ռազմավարության շրջանակում միջտարածաշրջանային կապակցվածությունը խթանելու նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, նաև միջազգային ֆինանսական կառույցների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի ապագա հեռանկարները Սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններում դեպի 2030 թվական խորագրով պանելային քննարկմանը։ Կոստանյանը քննարկման ընթացքում նշել է, որ տարածաշրջանային կապակցվածության զարգացումը և հարևան երկրների հետ երկխոսության խթանումը կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասի համար։ Ըստ նրա, այդ նախաձեռնությունները կարող են նպաստել տարածաշրջանի որպես Եվրոպան և Ասիան կապող կարևոր հանգույցի ներուժի լիարժեք իրացմանը։ Այդ համատեքստում Կոստանյանը կարևորել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացումը տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապակցվածության ոլորտներում։ Իր ելույթում Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Ըստ հայկական կողմի, ներառական կապակցվածությունը կարող է նպաստել տարածաշրջանային գործակցության խորացմանը, տնտեսական զարգացմանը և վստահության ամրապնդմանը։ Համաժողովի ավարտին Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել են մտադրության նամակներ։ Դրանք վերաբերում են Հայաստանի սահմանային 3 անցակետերի և հյուսիսային 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրություններին։ Բրյուսելյան միջոցառման շրջանակներում Վահան Կոստանյանը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդայնման հարցը առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում։ Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-ի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված բյուջետային աջակցության կարևորությանը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրենության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի հետ։ Քննարկվել են մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել կապակցվածության գործընկերություն փաստաթղթի տրանսպորտային բաղադրիչին, կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի առաջմղմանը։ Քննարկվել են նաև հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը և այդ ուղղությամբ գործակցության շարունակումը։ Բրյուսելում Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերդյան կոմպանիի հետ ևս։ Կողմերը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապակցվածության զարգացմանն ուղղված համաձայնեցված ծրագրերը։ Կարևորվել է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակում ստորագրված կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարությունը։ Կոստանյանը ներկայացրել է նաև հայկական ծագում ունեցող ապրանքատեսակների նկատմամբ տնտեսական սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հայկական կողմը ողջունել է ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների ցուցաբերած աջակցությունը։ Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքները Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և շուկաների բացահայտման ուղղությամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։